Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ասենք կանենքով, այսօր ժողովրդին հիմարի տեղ են դնում։ Այս այգին սարքել են Աջափնյակի մետրոյի պես բան, ընտրություններից ընտրություն են սարքում ու տես միջև հիմա չէ սարքվում։ Պատերը այսպես քանդվում է։ Ահա, այսինքն հեսա էլի։ Այսպես քանդվում է։ Ես ուղղակի չգիտեմ, թե ոնց կարելի է այս տեսանյութը միջև վերջ չդիտել, որտեղ այս տեսանյութով հստակ անհերքելի փաստերով ձեզ եմ ներկայացնում, թե ոնց է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդին ընտրությունների ժամանակ ճակերտավոր բարեկարգման անվանման տակ խաբում է, այդ կերպ ասած հիմարի տեղ է դնում եւ նախընտրական, այսպես ասած, սկուտ է տալի։ Հիմա տեսեք, թե ինչ հայտարարություն է տիրում։ Ուրեմն 2023 թվականի Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայտարարել էին, որ այգին վերջնական ունենալու է այս տեսքը՝ մոտ 1 հեկտար կանաչ տարածք, 150 նոր նստարան, մանկական խաղահրապարակներ։ Հեսա Դավիթ անհախտ այգին է եւ ըստ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի զեկույցով հույս ունենք, որ մի 5-6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ավարտելու ենք էլի Դավիթ անհախտի այգու շինարարությունը։ Այգու բարեկարգման աշխատանքները արդեն իսկ պետք է ավարտված լիներ 2024 թվականին, այսինքն անցած տարի։ Բայց տեսեք, ժողովուրդ ջան, այգին բնավ բարեկարգված տեսք չունի։ Հասկանում եք, այսինքն ընտրությունների ժամանակ ժողովրդին խաբել են, որ հեսա այգի են կառուցում, հեսա ավարտվելու է բարեկարգման աշխատանքները, բայց տեսնում եք արդեն 2025 թիվն է, հեսա շուտով 2026-ն է լինելու Նիկոլ Փաշինյանի ընտրություններն է լինելու, այսպես ասած, ու դուրս են գալու էլի ասեն ժողովուրդ ջան, քանաքերցիներ ջան, մենք ձեր համար այգի ենք սարքում, Դավիթ անհախտ այգին են կառուցում, արեք մեզի ընտրեք, այսինքն այս այգին սարքել են Աջափնյակի մետրոյի պես բան, ընտրություններից ընտրություն են սարքում ու տես միջև հիմա չէ սարքվում։ Հիմա տեսեք, իրական հայտարարությունը կայանում է նրանում, որ իրականում ստե բարեկարգման աշխատանքներ իրականանում են, բայց շատ վատ որակի թքել կպցնելով ու Երևանի քաղաքապետարանի ինչ-որ, այսպես ասած, տենդեր չկա, այսինքն անհասկանալի ծրագիր է ստե, այսինքն բյուջե այս բարեկարգման աշխատանքների համար հատկացված չի, այնինչ արդեն խոսում է կոռուպցիայի մասին, ժողովուրդ ջան։ Հիմա ինչև է հայտարարությունը, ասեմ ինչու՞մ է կայանում, ուրեմն անցած տարի ես եկել էի հատուկ նախորոք նկարահանել էի, ուրեմն այսօր հուլիսի 28-ն է ժամը 6:32 Որ հետո ժողովրդին ներկայացնեմ, ցույց տամ, այսինքն հիմա, թե ոնց են ժողովրդին հիմարի տեղ դնում ու ոնց են թքել կպցնելով ժողովրդին մանիպուլացնում։ Ուրեմն, տեսեք ինչա տեղի ունենում։ Ուրեմն անցած տարի ես նկարահանել էի այս պատը, տեղադրում բազալտ է, եւ այս հին պատերը այսպես քանդվում է։ Ահա, այսպես հին փշրվող, այսպես հին բետոն արդեն բլվում էր, փշրվում էր, այսինքն այս պատը պետքա ամբողջովին քանդեին, նոր պատ կառուցեն եւ նոր բազալտի երեսապատում անեն։ Այսինքն բայց բերել են այդ քանդվող փշրվող պատի վրա երեսապատում են արել։ Ու տեսեք, այդ նույն հատվածը, որտեղ այդ բետոնը քանդվում էր, այսինքն հեսա էլի, այսպես քանդվում է։ Այսինքն էսի այն նույն տարածքն է, որտեղ ես բետոնը քանդում էի, հասկանում եք։ Ահա։ Այսպես թքել կպցրել են, էլի։ Ահա։ Ինչ ասեմ։ Եմ որ հիմա ուզենամ սաղ քանդեմ, ահա։ Այսինքն թքած կպցրած աշխատանքներ են արել, ուսեն ժողովրդին ասում են, ժողովուրդ, մենք այգի ենք բարեկարգում եւ այլն, արեք մեզի ընտրեք։ Ուր է ձեր բարեկարգած այգին, Տիգրան Ավինյան։ Էսա, բա արդեն պիտի այս բարեկարգման աշխատանքները ավարտված լինեին։
բայց ավարտված չեն ու սենց թքած կպցրած է։ Ինչև է, հաջորդը, ոնց են թքում կպցնում ժողովուրդ։ Ուրեմն, էլի նույնպես արձանագրել եմ այս հատվածի երեսապատումը բազալտե սալերով։ Տեսեք, ամբողջ պատի երկարությամբ 2 սանտիմետր հաստությամբ բազալտե սալեր են տեղադրել, ինչը որ պետքա չլիներ։ Պիտի 3 սանտիմետրից պակաս չլինի, բայց ամբողջ պատը, տեսեք ինչ մեծ ծավալները, եւ ոչ միայն այս հատվածինը եւ գրեթե ամբողջ տարածքինը տեղ-տեղ հատված, հենց ասած շուշտրություն են անում, մուխլոժություն են անում, 3 նոց բազալտի քարի փոխարեն 2 նոց են տեղադրում, այսինքն բարակ քարեր են տեղադրում, այսինքն թքում կպցնում է։ Հաջորդը, տեսեք ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, 2025 թվականն են եւ ըստ ճակատավոր թաղապետի զեկույցի, որը հույս ուներ, որ այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն, Հույս ունենք, որ մի 5-6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ավարտելու ենք էլի Դավիթ Ամրոցի այգու շինարարությունը։ բայց չէր բարեկարգվել, տեսեք, սա բարեկարգված է, ժողովուրդ ջան, ձեզ այսենց են խաբում ընտրությունների ժամանակ, այսենց են ձեզ խաբում, այսենց են ձենները գողանում, այսինքն արդեն գալիս է երկրորդ ընտրությունների ժամանակ, դեռ առաջ ընտրության խոստումը չեն իրականացրել, հասկանում եք, ինչև է, գնանք այլ մյուս հայտարարությանը, ուրեմն գրեթե ամբողջ տարածքի այս պատերը, որոնց վրա բազալտե սալերով երեսապատում են արել, այսինքն այն հատվածով, մի խոսքով, ինչև է, գրեթե բոլոր տարածքով, ինչ են արել, պեմզաբլոկով, բերել այս պատը կառուցել են, թքել կպցնելով, խոսքիս ամենաուղիղ իմաստով, պեմզաբլոկը բերեշարել են և վրեն երեսապատում են արել, հիմա այդ տեսանյութը կդնեմ, որ արձանագրել եմ, թե ոնց է թքել կպցնելով, պեմզաբլոկով անվորակ գործ են արել ու որի վրա երեսապատում են արել, տեսեք, բլոկերը բերել են, շարել են, որ այսենց առանց հիմք հողի վրա տնելով այսենց ծալապատման աշխատանքներ են իրականացնում, անտեսեք, ես ինչ հայտարարությունը, այսինքն հասկանում եք, թե ինչը տեղի ունենում, մենա, ստել արդեն նույնպես 2 սանտիմետր հաստությամբ բազալտե սալ է գնում, տեսեք, բլոկը արդեն երևում է, բլոկով գնում է, ասենք ես բլոկը ինչ պիտի ծառայի, արդեն տեսեք, հեշտությամբ բլոկը արդեն հելնում է, այսենց թքել կպցնելով գործ են արել, այսինքն հասկանում եք, չէ՞ ժողովուրդ ջան, որ այս բարեկարգումը երկար տարիներ չի ծառայելու, ինչը որ արդեն իսկ իր որակը ցույց է տալի, այսինքն այն քանդվող, փշրվող հատվածը արդեն քանդվում է, իբրև թե նոր բարեկարգել էին ճակատավոր, այսինքն հասկանում եք, ինչ աստիճան ժողովրդին հիմարի տեղ են դրել, ինչ ուզում անում են, ոնց ուզում են ժողովրդին մանիպուլացնում են։ Տիգրան Ավինյան, հիմա ինչ ես ասելու, ասելու ես էլի ավարտական ակտ չկա, աշխատանքները չենք ընդունել, գումար չենք վճարել, թեպետ չեք կարա գումար վճարեք, որովհետև սա համար բյուջե չկա հաստատած։ Սա ճակերտավոր թաղապետների բան է, չգիտեմ, ինչ-որ ծրագիր է ճակերտավոր անհասկանալի, որը նույնպես այս ամեն ինչին ես կոռուպցիոն դրսևորում եմ, որակավորում, որովհետև այս ամենը այլ ուրիշ բացատրություն չունի։ Ինչև է, հանցնենք մեր հայտնի թեմաներին, ուրմեն, եզրաքարեր են տեղադրել, էլի նույնպես թքած կպցրած առանց նորմալ բետոնե հիմքի։ Տեսակ ժողովուրդ, ինչ հեշտությամբ թքած կպցրած
բետոնը այսպես քանդվում է։ Էսի խայտարակությունը ուղղակի։ Էսի խայտարակությունը կոռուպցիա։ Հենց ինչա։ Հələ տեսեք ոնց է փշրվում։ Ոնց է քանդվում։ Էսի ցեխա ջուրա, այլ ոչ թե բետոն։ Տեսեք, էլի տակը բետոն չկա, ավազը լցած է, այսպես հեշտությամբ ճկուտով էլ կարամ քանդեմ, տեսեք ինչ հեշտությամբ բետոնի հիմքը քանդվում է։ Սա խայտարակություն է, սա կոռուպցիա է, եւ սրա համար պետությունը չպետք է գումար վճարի, տեսեք։ Այսինքն, ախր էսի ոնց կարելի է ասել, որ սա բետոն է։ Բետոնը ես կարամ այսպես ձեռով փշրեմ, լստենայք։ Էսի ցեխա ջուրա։ Հլստենայք, ժողովուրդ։ Նայեք։ Այսը թքած կպչած բետոն են արել ցեխա ջրով։ Սի խայտարակություն է։ Ու նայեք, այսպես այդ բետոնը ձեռով քանդում եմ։ Էսա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս է։ Այս կոռուպցիան է, այս կոռուպցիայի պատկերն է, որ այսպես Շախոյանը այսպես գնում է բետոն է քանդում։ Էսի չա, ցեխա ջուր է էսի։ Այդ բետոնի հիմքը ոնց որ ցեխա ջուր լինի, այսը ձեռով փշրվում է։ Այսինքն ու հիմա տեսնում եք, որ հեն արդեն սալիկապատում արել են, իբրև թե արդեն եզակարերը տեղադրել են, թեպետ թքած կպցած աշխատանքներ են իրականացել։ Ու պարզա, նորից եմ կրկնում, որը ժամանակ հետո այս ամեն ինչը բլելու է։ Ու այսօր ժողովրդին թքած կպցած աշխատանքներով ընտրությունների ժամանակ կուտ են տալի։ Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, ոնց ձեզ արդեն քանի տարի է խաբում են աջափնյակի մետրոն են կառուցում, հեսա կառուցելու ենք, հեսա պատրաստ ալնելու։ Այսինքն մնացել են չափազանց տեխնիկական հարցերը լուծելու եւ մենք կարող ենք մինչեւ 2022 թիվը իրապես ունենալ այդ կայարան։ Եվ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը աջափնյակ կայարանի։ Մենք ուզում ենք սկսել այս տարի մետրոյի աջափնյակ կայարանի կառուցումը։ Աջափնյակի մետրոյի մասին ինչ ունեցանք այս տարի եւ ինչի սպասել 25 թվականին։ Շնորհակալ եմ։ 25-ի վերջում ունենանք շինարար, 26-ից սկսենք կառուցել։ Նույնն էլ այս այգու դեպքում է։ 3 ամսից մենք կունենանք արդեն մեկ հատվածի բացումը։ Մենք հույս ունենք, որ մի 5-6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ավարտելու ենք էլի Դավիթ անհախտի այգու շինարարությունը։ Դավիթ անհախտում աշխատանքները։ Դավիթ անհախտում այս բային աշխատանքները գնում, ուզում ենք, որ մինչև սեպտեմբերի 15-ը 2 հարթակը аварти հասցնենք։ 4 հարթակից է բաղկացած։ А как ваша компания называется? Не компания у нас, мы наемщики. Ոսկ են տալի, ասում են հեսա կառուցվելու է 3 ամսից, 5-6 ամսից, ոնց որ ճակերտա որ թաղապետն է զեկուցում։ Բայց տեսնում եք, որ ոչ մի բան չկա։ Ով կարա ասի, ես սուտ եմ ասում կամ մանիպուլացնում եմ, հենա, հստակ փաստերով։ Տիգրան Ավինյան, նորից եմ ասում։ Խի այգին բարեկարգված չի, չէ՞ որ պիտի արդեն 24 թվականին սա շահագործման հանձնված էր։ Պահի, ցույց թող ժողովուրդը տենա։ Ահա։ Չկառուցված վիճակ է։ Այսինքն հասկանում եք, այս խայտարակության մասշտաբները ուր է հասնում։ Ու ասեմ ժողովուրդ ջան, էսի միակ այգին չի, որ սենց պատմություն ունի, որ ընտրությունների ժամանակ սկսել են բարեկարգումը, ու տես միջև հիմա չի ավարտվել։ Ու տեսեք, ինչպես որ ասում էի, բլոկերով պատերը կառուցում են, որ վրան
բազալ տեսալերով երեսա պատում են արը, հեսա։ Սա էլ արդեն բաց հատվածներն է, երևում է։ Խնդրեմ։